Ողջույն, մայիսի 9-ը, շնորհավոր բոլորի հաղթանակի և խաղաղության տոն, սենց է կոչվում Հայաստանում այդ օրը, հանգստյան օրը, բայց ինչքան իմացա հրապարակում տենց ինչ-որ պետական մակարդակով ոչ մի հարարողություն չի եղել, թե ինչ-որ համերգներ բաներ կլինեն, չգիտեմ ճիշտ ասած, ասեն փողոց աշխատանքային օր չի, բայց ես հիմա Տիգրանյան փողոցի կողմերը ընդեղ մի հատ գործ ունեմ, հիմա գնամ, հետո կենտրոն, այսօր Ալեքսանդր Բաղրամյանին էլ կհանդիպեմ, պայմանավորվել ենք մեր հարևանին Ալիկին և համատեղ մի գործ կկանենք, կտեսնեք Գայի պողոտը Բողոտը Մերոնցից մեկը դուրս գալուց առաջ կարդացի կոմենտեր գրե Սևիլ Վանյան եթե չեմ սխալվում ափսոս անունը չգիտենք իսկ կարող է Անահիտը գիտի ես չգիտեմ չեմ հիշում ինքը Աստվածաշնչից մի քանի խոսքեր էր բերել հետաքրքիր շատ խոսքեր էին ու ես հիշեցի հիմա Տոլստոյի մոտ կար Կարամազով եղբայրներն էր, թե ոնց որ Կարամազով եղբայրները մեր ընդեղ մեկը ասում է տեսնես ինչ ձևի կլներ մարդկության պատմությունը, եթե լրիվ Քրիստոսի խոսքերով իրոք ապրեին այ ոնց որ ինքը ասում էր, հենց տենց, առանց ծուռմուռ մեկնաբանությունների ու հետաքրքիր հարց է ոնց որ թե բայց ես ահագին մտածելուց հետո եկա այն եզրահանգման, որ մարդկությունը երբեք էլ խոսքերով չի ապրել, ինչ-որ ուրիշ օրենքներ են, կարծում եմ մեզ քիչ հայտնի աշխատում ենք իհարկե մի կերպ մի բան իմանալ, բայց չգիտեմ հələ որ ապարդյունը կարծես թե համենայն դեպս գիտեք խոսքը ոնց է էլի խոսքի վրա կարելի է խոսք ասել, հետո մյուս խոսք ասել, հետո մյուսը ու տենց անverջ ու վերջը մի մասը գործ է դառնում, մյուս մասը հակառակ գործ է դառնում, մի խոսքով Անշուշտ Իգորի գրածը մի անգամ որ գրել էր, որ չարը երբեք չի վերանա աշխարհից, ինքը միշտ կլինի ու աշխարհը այդ պայքարն է չարի ու բարի։ Այո, դա անկասկած այդպես է, ես էլ եմ այդ կարծիքի, կարող է անկասկած չի, բայց նույն կարծիքի եմ, գներեք Ռուբինյանց փողոցի վրա ենք, նույն կարծիքի եմ, այո։ Բայց ասենք ես մի քանի անգամ ասել եմ, որ չարը պետք է լինի, որտեվ հիշում եք, համեմատում էի նույնիսկ նկարի հետ, որ մի բան նկարելու համար առնվազն մի հատ սպիտակ թուղթ պետք ու սև մատիտ, որ կարողանաս նկարես, էլի, այսինքն մենակ սպիտակով ոչինչ չի լինի նկարել։ Հա։ Ու ասենք, էլի խոսքեր կան, այդ որ բարին կմնա ու չարն էլ կմնա, ասում է, չարը միշտ պետք է գա աշխարհ, բայց վայ են մարդկանց, ում միջոցով այդ չարը գալիս է, էլի, հետո էլ է կարելի շարունակել, են էլ է կարելի շարունակել մի խոսքով, ոնց որ Համլետն էր ասում, հա, Շեքսպիրի մոտ
խոսքեր Հենց որ անցնենք մեր լրիվ ռեալ Երևանին Դավիթ անհատ փողոց, Լամբադա կամուրջ, Սուրբ Խաչ եկեղեցի եւ մեծ շենքերից պատ առջևում ու Կոմիտաս պողոտը ու Զեյթունից մտանք Հարաբկիր Գործերը ավարտեցի Եկվենք Կոմիտաս Ստեղ լույսը այդքան էլ հաջող չի Լավ, հաջող լույսը լինի կհանդիպենք Բաղրամյան պողոտը Այ, Բաղրամյանի արձանի մոտ ծաղիկներ էին դրել, պսակներ Ուշ նկատեցի իդեպ Տիգրանյանի վրա տղաներ հետ խոսացի, ասեցին մենակ տելևիզորով ցույց տվեցին, որ նախագահան ծաղիկներ դրեց Հաղթանակի այգում ու վերջ ուրիշ բան չի եղել, ուրիշ արարողություն Երևանում Ես արդեն մայթերի վրա են զեներով քշում Ես կողքից աչից Սիրահարների այգին է ու ընդեղ Դեմիրճյանի հետ Խաչմերուկը Իմացա, որ Փաշինյանը Մոսկվայում է նախագահն է այդ Հաղթանակի այգում եղել Հետ էլ լուրերը Երևանից Բաղրամյանից թեքվենք Մոսկովյան Եկեք հլը ժամանակ կա, ես մի հատ Փարիզյան մտնեմ սուրճ խմեմ Մաշտոց բողոտայի հետ Խաչմերուկ հասանք Արևի տակ, ամառային հագուստներով Ես ինչ ասեց, համարներս ընգնում է ու ինչ ես պետք է անեմ, որ չընգնեն Լավ, հլը մի տեղ կանգնեմ Լավ ասեց Լավ Մի թեթև դզեցի Եսա որ կարգին տեղ կանգնեմ մի հատ Տենամ ավելի Պինդ ոնց կարամ ամրացնեմ Բայց հետ չհասկացա ինչ է դուս եկել Մոսկովյան Հենց մտածեցի, որ լավ արդեն Արևային, արևի տակ ժողովուրդը գնում է Մետրոպեին ասեց Տերյանը կտրենք Չէ Եղ շեղավ կանգնալու Լավ չի Եկեղեցու բակում Տեղ կթա Լավ կանաչել է բակը Գնանք Աբովյանով բարձրանանք Առանց սենց բաների չի ստացվում էլի Ինչի չգիտեմ
Ես շատ անհանգիստ էր Անահիտը։ Մեկն այսօր նայում էր, հա, ինչ-որ մի քիչ նենց խեղճ է, չէ՞, տեսքը։ Ես Աբովյանի վրա այս մասում միրգ վաճառել է նորություն էր։ Խաղաղության օրվա առթիվ, հա։ Ինչ չես տվել, ոչ մի կողմ։ Կլուբնիկան ինչ արժի։ 3 ցեն է։ Ֆինանսի լավ։ Ուստի դեր։ Ինչ արժի կլուբնիկան։ Արինա, ուր ես։ Հոպարս 2-3 Ոչ շատ մեծերը համով են։ Можно попробовать? Да? Папа, да. Շալո, շոգոլ։ Որից տամ քո։ Արինա։ Ես ոնց որ մեղուները, չէ, լավ ծաղիկի վրա։ Զգուշ արա ավտո։ Հա, ճիշտ աստեղից կարա ավտոբուս գա հանգիստ։ Ես լավ առավտուր է գնում։ Մինչև իջնեմ ներքև երևի էլ ոչինչ մնացած չլինի։ Ցոգոլը չիմացա ինչ արժի։ Ըստ ինձ այդ ցոգոլը առնելու բան չի, չեմ սիրում։ Երբեք չեմ սիրել։ Երևի 5 տարեկանից հետո Այդ թեթու շլորն է մի բան չի։ Բայց գիտեմ, մարդկա շատ սիրում է։ Ես ինչ հանգիստ է Աբովյանը։ Այս հանգիստ փողոցներով է լավ է Երևանը, չէ։ Սրճարանը արդեն համարձակ դառավ, հա։ Ձայնը բարձրացրել է երաժշտության։ Սկզբի ժամանակները լավ ցածր էր։ Ես էլ գուրմե, դուրմե։
San Remo'yum zեղջերը։ Բովսերը մի վաղտ Իսահակյանի վրա ոնց որ կար, չէ՞։ Եթե չեմ սխալվում։ Հայ գույնը մասը։ Բուրմունք։ Սենց էլ կարայի գայի միջայլոց, բայց այդ վաղտ վարդը չեինք տնա, չէ՞։ Այս խանութը ինչ-որ ձևավորում է վանը, Անահիտը շատ հավանում է, Անի։ Հիմա այս զույգին միշտ հանդիպում էինք Մոսկովյան լճում, շատ լավ մարդիկ էին, ամուսիններ, հիմա աղջիկն է, ոնց որ, չէ, ոնց որ չէ, հաստատ, աղջիկն է այս խանութը։ Ասել պարֆուան։ Երևի դուրս է, չէ՞, նստեմ միտեղ։ Ստեղ մի քիչ արդեն Են սուրջ ժամանակ լավ էր նայվում, բայց հիմա չէ գնամ դուրս։ Ողջույն, այնտեղ նստենք։ Ողջույն։ Այս այստեղ նստենք։ Սեր չկա, ափսոս։ Օթյակները։ Բայց ասեմ, հովին նստել է իմ հագուստով մի քիչ ցուրտ է, քիչ շատ հեսա կսովորեմ երևի։
Չավե միջով հաճելի թարմացա ստեղ ես դալանում նկարը փոխել են Ձեզ հետ իմ սերի իրոպե հաղիվը մաքրած կռվել եմ ուզում և բիրտ կյանքի դեմ ձեզպես համարձակ ձեր ձեռքը բռնած լինել չլինելուն կանգնած դեմ առ դեմ Շուշանիկ Կուրգինյան Ստեղ ինչ է գրած Մոլի Ինչ է Քրեբ բապը Հաղիվը չգիտեմ ինչ է, հեսա կնայեմ Չնայած գիտեք լուրջ հարցերում Google-ի վրա հույս դնել չի լինի բայց դե փորձենք Հա, բացեցի Google-ը Հաղիվը Եսին բերեց ժիլուդեք ռուսերեն Ժիլուդեք ինչ, ստամոքս, չգիտեմ, մի խոսքով էտ էր, իսկ մոլի քրեբապլ բերեց յաբլոնյա, խնձորենի, լավ, հուսով եմ մերոնք Google-ից ավելի տեղեկացված են Չէ, կլուբնիկը դեռ կա Ահագին պակաս կլա, բայց կա Ես շալորը ինչ արժի? Ես 1500, ես 2.5 ես? Բաց հոգոլը? Բացոգոլը Գախնի է, ծոգոլի գինը գախնի է? 1500 դամ կներես Չէ, 1500 ես 1500, են մեկն էլ 2.5 Ծոգոլը? Ծիրան է? Հա, 2000 2000 Գոնե դրամ հարամարելու փոխարեն Այո
Մենք երջանիկ մանկություն ինչով են զբաղված։ Երեխեքի համար զբաղմունք գտնելը բոլորովին պրոբլեմ չի։ Դա այս էլ իրիսները։ Առավոտյան Անահիտ երեկվա վիդեոն նայում էր, շատ տխրեց, որ իր նկարածում իրիսները չերևացին։ Հինգին 6-ին 10 պակաս։ Ժամը 6-ին Ալիկի հետ պայմանավորել ենք մեր Պաջեզդի մոտ։ Մեր հարևան Ալիկը։ Ինչքան զբաղմունքներ ունեինք այդ բակում։ Հետո կարող եմ հենց անեն ուշանամ ես։ Պուշկինսկիից տուն ուղիղ 8 րոպեում էի հասնում։ Գնացինք։ Հետաքրքիր աշխատանքներ են միշտ լինում, չէ՞։ Թե ինձ ասկսե ամեն ինչ դուր գալ չեմ հասկանում արդեն։ Իդեպ կհիշեք, մի անգամ մտանք նկարեցինք Ալիկի ցուցահանդեսներ, վեհապարներին էր նկարել։ Հա, մի րոպե։ Դժվար իմ ձայնը լսվի, բայց լուսաբան եմ։ Կողքի ժողովուրդը խնդրեց լուսաբան եմ։ Տոն օրով եկել են սենց փորում են, ծաղիկները փչացնում առավոտվա ժամը 10-ից։ Այո, ու գովազդ են տեղադրելու, գովազդի համար։ Գովազդի տեղադրեն ու գովազդի համար քանդում են փողոցը։ Այդ ինչ լուրջ։ Լույս տանեն այնտեղ, որ տեղադրեն այդ գովազդը։ Ու հենց այսօր, տոն օրով, այո, համաձայն եմ, գեղեցիկ չի։ Ես ինչքան էլ է պետք է փորեն մինչև հասցնեն գովազդին։ Այո, հաճելի չի իհարկե, ճիշտ է ժողովուրդը։ Չէր, անպայման տոնորով պետք անել այդ գործը։ Ձեր գովազդը այստեղ, խոստացել են, հա երևի։ Փող են կորցնում ուշացնելու դեպքում, ինձ էլ ուշացնում են Ալիկին կարող է ուշանամ արդեն ժողովուրդ 3 րոպե մնաց Թումանյան փողոց։ Հա, ստեղ էլ ինչ-որ բան դրած է, գովազդի գործով։ Օհո, փոխվեց, օկվանք։ Ուղիղ ժամը 6-ն է, գոնե եկած չլնի էլ է, չէ, եկել է, ես ուշացավ, սյոտակի, ուշացա էլի, ողջույն Ալիկ ջան, Привет, ջան, շուտ ես եկե ավելի, ուղիղ 6-ն է, 5 պակաս ես եկե, այո, Սիրոժիկի փոքր տաղին է։
Nei parza im notara. Հա, շատ լավն է։ Բանջու գանա։ Դե քեզ լավ է էլի սերը արտահայտելու մի հատ Ձևը կա։ լավ ձև ունես։ Մենք ենք որ մեջներս պայթում է։ Չէ, արա, դու ամեն օր կուտուորցից բան։ Знаешь, мои приятели, Лёва, чем здесь тече, они смотрят так, ежица опираются, смотрят старичками, и потом, Да. Это вам. Спасибо. Դու Ինչա բացառատենանք։ Պատզեմքում պերչատկա իր մանգալ։ Այո։ Արա։ Մերսի Ալիկ Դու ջան։ պատզեմքում մանեգալի փոքր отвертки. Այո։ Էս լրիվ հետևում ես, հա ինչ եմ Это մանգալի։ доказательство, что я смотрю твои передачи. А это просто Анаидочки маленький сувенирчик. Рыбка такая. Երավ Ալիկ ջան, իդեպ առավոտյան Անահիտ ասեց, որ շատ ուզում է քեզ անպայման հանդիպին, հենց որ պետք է մինչև քո գնալը հանդիպենք։ Շատ շնորհակալություն Ալիկ ջան։ Չարծես ես ապակի։ Դե արի մի հատ Բաքում ինչ ունես ցույց տալու գախնի, որ ես չեմ տեսել։ Ես ստեից պետք է բա մեքենա դուրա։ Մեքենաս վերևն է։ Հա, Ես իմ մեքենան բաց թողեցի, մտածել եմ որ դու մեքենա ես, այդ բանի։ հա, գիտեմ, մի հատ ցույց տուր մերոնց։ Սոս Սարգսյանի հայերեն ոնց է, պորտրե։ Պորտրեն, այո։ Այս որ մենք բանում էինք, այս 2003-ին մենք Հալեբում դե իր այդ ծանոթ էինք, բայց Հալեբում շատ ընկերացանք, որտեղ բանում էդ պետք է սոս ընկերություն անել է։ Ու դեռ ինքը ապրեց այնտեղ մի անգամ, մի ժամանակ ապրեց։ Կանոչ երեխա էր։ Հա։ Դե երեխան իմ տղու հետ էր Սիրոշկա հետ էր ընկերացել։ Այո։ Հիմա դու որոշեցիք նվիրես արդեն բացվել է այդ թատրոնը Սերժ Սարգսյանի։ Ոնց վաղուց, ես անընդհատ հետևում եմ, չեմ դե։ Հա, դե կգնանք իրար հետ։ Ինքը թատրոնի իր թատրոնի բաների հետ, դերասանների հետ եկել էր հալը։ Այն վաղտ, այն ժամանակ, հա։ Ու բավականին ժամանակ մնացին այնտեղ բան։ Մի օր Ես արդեն մեր հարևանները չեն հրա, ով ուզում մտնում, այս ինչ է Ալիկ։ Բա արդեն սա կապեր է, ստորան ինչ ասեց։ Բայց դոնը ես մնում է, տենում ես։ Հա ջան։ Հատակը մնում է։ Ես մեկը հա թողել են հինը, ընդեղ փոխել են։ Այ գիտա, ես ձեր դուրներ։ Այո։ Մեր դուրը ոնց որ ուղղակի վերանորոգել է Ժիրիկը։ Հա։ Էլի փայտից։ Բարև ձեզ։ Ես մեր Բաքում ինչ գործ ունեք։ 1948 Այո։ Իմ անունը գրած է։ Ալիկ։ Մի րոպե, սա ոտքերից բռնեց։ Ես է կախվեցի։ Գիժ երեխեք մարդա 10 տարեկան, որ ընկնեին դեից։ Հիմա անդե գրած մնացել է։ Սպասի, ես գտնեմ մի հատ ցույց տամ։ Ստեղ գրած է։ Ստեղ գիտեմ քույրը տա Միլա, Ժաննա, հա։ Բակն էլ բակ էր, չկար, ստեղ այգի էր։ Բնակելի շենք էր, այո։ Ինքը երկրորդ հարգում էր, ես առաջ է հարգում։ Կարող է վերև բարձրանակ կոֆե խմեք։ Չէ, շնորհակալություն, այսօր գործեր շատ ունենք։ Դե մի օր ցես անպայման կսպասենք մի հատ կոֆե խմենք վերև։ Որտե՞ից։ Բաբլոն, ձեր դունը։ Չէ, որտե՞ից։ Սիրիա հայ։ Սիրիայից։ Այո։ Այս տոսի պորտրետը Հալեբում եմ նկարել։ Սոս Սարգսյանի պորտրետը։ Հալեբում 7 տարի ապրել եմ։ Հալեբում է նկարել։ Հետո անդեից Բեյրութում։ Այդ որ թիվն էր։ 2002 ասեցի։ Չէ, 1991, 92, 91 Շվեյցարիա է։ Դե երիտասարդը չի եղել այդ վաղտը։ Լավ է գործերը։ Մարդ աստծո։ Դե ես մի հատ գրածը կարամ գտնեմ, ալի կամերան փոխեմ մի րոպե։ Այս են ժողովուրդ, եթե շատ ցանկություն ունենաք, Ալիկ, հեսա։ հա։ Ալիկ էսքան
կրիշից կախվել ես այդ տնաշեն։ Ճանավար էր, ոտերից էլ բռնել։ Հա։ Բա թարս ոնց կարացար գրես։ Վախ եմ նկարիչ։ Վախ չգիտեի որ նկարիչ եմ դառնալու, բայց Չէ, Ալիկ, ես քո են նկարը բանում Պուշկինսկիում Վան Կլիբերնի Ոնց է ես այդ նկարը սիրում չես պատկերացնում 15 էի Դե ես էլ 13 էլի Շատ լավն էր Ալիկ Ինչ ստացար այդ նկարի համար Առաջի տեղը որ հաստատ Ինչ որ ընդեղ ցուցահանդես էր բան Ես գիտես երեք ինչ էի հիշում Ուրեմն պատերազմից հետո իսկույն Ստեղ բանդիտիզմ ա եղել, էլի։ Հա, երկե։ Насколько ты помнишь, твой дедушка был по борьбе с бандитизмом. Անեց բանով մոշնի։ Այո։ Պապաս երկրորդ թարգում, պատո անից տենում ա, որ այնտեղ բան էր, մասтерской պարտներ, բանի, պարտնոյների, էլի, կոստյումներ Հա, դերցակների, հա։ Դիմացի մայթը։ Հենց դիմացի մայթը, որ դե Ալյոշան էր, է։ Հա։ Պապաս տենում ա, որ խանութը կտրում են, գողություն են անում։ Այդ խանութը։ Հա, ուղղակի պիժամայի շալվարով, առանց վերջի վազում ա, ձած սետրակում, ասում ա, վեկած, դու բանդիտիզմի շեֆ եք, չէ։ Բանդիտներ եմ կտել։ Փողանում են, ասում ա, Միշա, նոր եմ քնե, գիտես զենքս է դրած ա, վեկալ գնա, դու էլա նախկին KGB աշխատող ես։ Պապան մի տարի, ճայել լակոտ աշխատել է, հետո Պապան զենքը վերակալ են, գալիս նրանց չի տողում, որ դուզ գան։ Դե արդեն զարդնում են տատիկը, մամաս, զանգում են, գալի, բռնում են, Պապային ատրեզ են վեկալ նվեր տալին, պապիկս ասում ա, արա զենքը ինն էր, չէ, ուրեմն ատրեզը քեզ, հալալ կիսում են։ Այդպես պատմում են մեր բակից են։ Լավ էլի Ալիկ։ Լավ, Դες բաբուշկայիդ լավ են հիշում, դե դու էլ երել։ Հա, երկե։ Չէ, շատ լավ չեմ հիշում, ինչ որ դրվագներ են։ Պապիկիս չեմ տեսել, Ալիկ։ Ես չեմ տեսել պապիկիս։ Դե հա, ես էլ որ ես չեմ տեսել դու որ ես։ Այո։ Դե գնանք Հայատից, ստեղ բան չի մնացել հիշացնող։ Հեսա անգիր անուններով ես էլ դու էլ գիտենք էլի, սա։ Երկե։ Ռոբերտը, Արտաշը, Կարպիսը, Փայլուն Անձնավորություն։ Բակի Փայլուն անձնավորությունն է։ Ժաննան ընդեղ գրած է, այնտեղ Միլա է գրած, Միլան Արիկի քույրն է։ Վերևը Ժաննան սաղ կաբելներով փակել են Ժաննային։ Ժաննայի վրա սաղ սիրահարված էին։ Այո, Ժաննան ճիշտ է կողքի բակից էր, լուսաշխի բակից էր։ Ժաննայի տունը ստեր ծոցոլայի հետ։ Վայ Ալիկ, հա, ես Իրայի հետ շփոթեցի, հա, ճիշտ է։ Ժաննան ստեղ էր ապրում, Վերևը արդեն բանն էին, ծոցինան, ձած Պողոսը, տարիներ անցավ ու իրանց թորը, Լուիզեչկան ամուսնացավ իմ քրոջ տղայի հետ, հիմա մեծ ընտանիք են, իրանք է թորներ ունեն, Գիտեմ իհարկե։ այսենց սա խառնում են։ Ալիկ, դու ես պատմությունը համով կպատմես, ես քո նման չեմ կարում պատմեմ։ Էս ոնց եղավ եկան սարքեցին։ Ստեղ առաջի հարկում ովքեր էին ապրում։ Ապրում էր հայտնի բոլշևիկ ծոցը մարում։ Ոնց էին են վախտացում, հին բոլշևիկ։ Հին բոլշևիկ, սաղ է իրոք լավ բոլշևիչկա եղե, մեզ շատ սիրում էր։ Շատ լավ կիներ։ Տարում մեզ մանդարիններ էր բաժանում, մենք ես ու աղբերս մի 3 անգամ գնում գալիս էին։ Թոթոլոսի էր։ Շնորհավոր էր։ Ինքն է սովորացնում։ Վերջը։ Իրա Միկոյանի ընկերուհին ա եղել։ Բա ես հիշում եմ Շահումյանի ասում եմ։ Չէ, Շահումյան վաղուց։ Նույնիսկ ասում էին Շահումյանի սիրուհին ա եղել, բան ինչ-որ։ Բայց Միկոյանը որ եկավ ստե։ Մեր հայը։ Շարվել էինք, հա։ Ինչ ասում։ Շարվել էինք, բան, ասին ծապկը տակ, բան վերջը։ Իզուրե ծապ էինք տալի։ Եկավ։ Հայատը փչացրեց։ Ասելա ես լողարան չունեմ։ Հա։ Այ օգուտ մեռնեմ, մի հատ լավ բնակարան նվիրի, տոտում նվիրի, Միկոյանես։ Այո։
Սուես վայպալում բակում ուսես բետոնի։ Հա, բակի մեջտեղը այս մեջտեղը միացած ծաղի պատրաստվեց մարուի մար, ծոց մարոն մեռավ էձիկներ լողանում, էձիկին մեջ չեր ասնում, էլի բանում։ Չնայած մեր ընկերներ։ Մեր ֆուտբոլն էլ հարամ արեցին։ Բայց շատ լավ մարդիկ էին, շատ բարի, հա։ Մեր բաբուշկեքն էին մեր բանի, էլի։ Կատվի անունը ոնց էր Կաճաճուճայի։ Կաճաճուճայինը չեմ հիշում պատվին, բայց իրանից վախում ենք սա։ Վախում ենք։ Սաղ ասում ենք Խաչան ՊԳԲ է աշխատում։ Արկասը ընդեղ մաշինիստ կա եղել, բայց մեկը այդ բառից սաղ վախում է։ Պիսոնյա էր կատվի անունը։ Պիսոնյա։ Դե դուս գան գալի ջան, հա։ Հաջողություն երեխեք։ Մեր բակը լավն է եք, չնայած բան չի մնացել արդեն։ Գալեցան ամեցեն, ես սպասում ենք մեր մի հատ կոպեշներ դասի։ Մի քանի տարի առաջ արկելել էին вообще ծխել։ Դուրսն են, հա։ Հա, դուրսը, դներ ստանում են։ Պալիցիան գալիս էր ձերբը բան էր անում, շրաֆավալը, բան։ Հա։ Но как ни странно, это очень странно. Я, конечно, курил. Բա ինչ էր անում պալիցիան, շտրաֆ էիր մուծում։ Չէ, ինձ բան չէին ասում, չէի հասկանում։ Մի անգամ ես Չէ, կարող է ասում էին դու չէիր հասկանում։ Չէ, ես Ալեբում էլ, ասում եմ Ալեբում, լոսում ես էլի սենց եմ հատնվում ու ես ընդեղ բան եմ, դել է վառոն էլ, ասում են էսով է։ Հա, դե էլի մի րոպե, հոգևոր մարդու տեսք ունես։ Տեր ալիք։ Mənə engel xarkı sövərəldim ağabey bana. Buna es hem de Parska hayır ankünün kaynaş sakımayın yese es konul. Etlosun. Ha, Palisyan ekal kanınet. Aha. Katoğuçun arız ban. Ես դեյսին չանեմ, պահեմ սիգարետս, երեխաչեմ։ Հա, այդ ոնց որ դպրոցում ենք պահում։ Սրանք նայեցին, դրանցից մեկը ինձ զերով արեց, վրտած մեսացին գնացին։ Ես բան չհասկացա, ասի ժողովուրդ, բայց ինձ նեղացա էլ, ինձ ինչի ասի, բան չարին, դրանք շատ լուրջ, էթուն Հայաստանցի ես, ինչ կապ ուներ, տենց է չհասկացա էլի, պալիցեյսկին վեժն է, Հայաստանցի ես ինձ է, պատում Япония, это самое, նրանք ծախ շորտերով էին, Իրանք շորտերով էին, ես դու, հա, դու հոգևոր հակուստով։ Շորտերով դամարը չեմ։ Էյո։ Իմ ոտ էլ ինչ-որ չկպավ այդ շորտերի գործը։ Ես լավ տեղեր գալիս են։ Ստեղ։ Հա, լավ պիրոժներ են տալը։ Հեմեգության նստենք եթե դուրսը թողում են ծխել։ Լավ շուտ է նստել է։ Մի քիչ գնանք։ Բանի դեզեյա ոնց է։ Երեք այդտեղ ասին մի հատ սուրճ խմենք, ասին բայց ծխել չի կարելի։ Ասեն բայց դուրսն է։ Հա, դե տանջին է հարցը։ Որ դե սախտումերին է մեկ թողել քշեն։ Դուրսը։ Տոներսը քշեն։ Իդեպ ասեմ Ալիկը շատ հետաքրքիր կենսագրություն ունի, որտեղ ասես չի եղել աշխարհում։ Կուբա, Աֆղանստան, Շվեյցարիա, Սիրիա, Բեյրութ, Պոլշա բան հաշիվ չի, Գերմանիա, բայց չէ Գերմանիայում երկար մնա։ Ամենաերկար որտե՞ղ է, Մոսկվայում է երևի ամենաերկար։ Մոսկվայում 15 տարի։ Հա։ Անասի եկաստեղ են բանով տեսել ես գալերիայում։ Են բանով որ մնում եմ, մենը տղա զանգեց, ասեց մաման գրին քարտ է շահել։ Ով էր ասել որ ինքը գրին քարտ խաղա։ Տենց գնացինք։ Հա, բայց հետաքրքիր էր որ գնացինք դեսպանատուն, դե արդեն պետք է բան էլ։ Ես տղան է, որ ընդունում ամ ես,
ասма ինչ չէիք շուտ դիմում, ձեր տղան ընդեղ էր, կարայիք գնայիք, կարան, որ վապշե չի խոսում, ինձ քաշեց մի կողմ, ասма, որտև չէինք ուզում, այ աղջի լավ, մեկը ասма, հա, իսկ հիմա ուզեցիք, հա, չէ ասма, հիմա էլ չենք ուզում, ես մարդում եմ ժպտաց, ասեց լավ, դաբրո պաժալվեց վանել, կարա ասեցին, ես է, նախքին Բրյուսովի ինստիտուտը, դե մենք կարայև դպրոցական գիրես ընկերներ էինք, հետո ընդունվեց թե ինքը որ ընդունվեց շենքում Բրյուսովներ, հələ Բրյուսովներ, հետո վերջի կուրսում տեղափոխեցին Կոմիտաս, ինքը ընդեղ դիպլոմ արեց, ես ինչ էր այն մարդ, տեսախ պարզամքս է մեծացած գիտես, ճանաչում էին կինոպիոներ, խուժանները, սե մի հատ տղա կարայի վրա սիրարվել է։ Ինչ մի հատ տղա, սաղ դպրոցը կարայի վրա սիրարվել էր։ Էդ հաշիվ չի, բայց սա շատ պլոտն է։ Ուրեմն ամեն դասից դուրս գալուց, կինոպիոների տղեկը դրան տպում էին։ Հենց այնպես, արդեն ոչ թե իմ խաթր, այլ ուղղակի հավեսի համար, էլի։ Այդպես 5 տարի հանդիպեցին։ 5 տարի այդ տղուն ծեծեցին։ Հա, չէ, դուք հանդիպեցիք կարայի այդ 5 տարի։ Հանդիպում ենք, իսկ նա արդեն։ Այո։ Դե ես ինչ լավ։ Շուն ունեք ալիք։ Չէ, իմ շունը տաքսան է վերջինը հասավ։ Որտև դե ձեր տանը միշտ շուն կար, ես հիշում եմ։ Պապան որսորդ էր։ Այն օրը հիշում էինք Դանան է զանգտվել Արտաշի աղջիկը։ Հա։ Դե Արտաշը մոյ մալոշնի վրատ, չէ։ Դուք Արտաշի հետ հա, մի հասակի էիք։ Մաման կերակրել էր համ Արտաշին։ Հա, իմացան կերակրել էր երկուսի։ Ճիշտ է, հիշեցի։ Ինսուլտի մեջ, հա։ Արտաշի մեր շունը կրծել էր սաղ։ Արտաշ հետ խաղում էինք, նա կարծեց, որ կազվեք էր անը, կարծել էր, որ ինձ ծեծում, հա։ Լավ տեն շեր կրծե, ես հիշում եմ Արտաշը ընկավ գետնին, կազվեկն էլ, հա։ Ոտերը սաղ Ես հիշում եմ ոնց էր մի շատ հազան ծեծում այդ կազվեկին դրանց հետո։ Բայց լավ որ դուրսնել են դրել։ Արտաշը Ռիգայում միլիոնատեր չէ դառավ։ Այդ ընկերը ստեղ եկավ, ինչ-որ իմիջալոց են աշտարակի բանով, Արտաշը չէ, Արտաշի ընկեր, հա, Արտաշը որ գալիս էր տիկնապահներով էր գալի։ Ատոմով էր դες դեր տալիս։ Էդ ասա։ Աշոտը ոչին գարդիուս է։ Աշոտը, խեղճ Աշոտը մեծ աղբերն էր Աշոտը, էլի։ Դե մերոնց համար եմ բացատրում։ Այդ փոքր եղբայրը գալիս էր, չէր կարում հետը հանդիպեր, ենքան զբաղված էր ելնում բան յոսում։ Իսկ իր անգերը, այն աշտարակի ճանապարհի մի հատ ինչ-որ անկապ բան կա, դվարեց։ Այդ իր անգերն է, եկել էր Արտաշինը ասում էր դու էլ արի, ստեղ ահագին գործունեություն արեց, շինանյութի խանութներ էր, այն մասիվի ռադիոտեխնիկաներ առը, բայց նա էլ կորավ։ Դե հիմա Արտաշը բանում է, ոնց է էլի վիզաների բանի։ Ծերանոց էլի, բայց նենց թանկանոց, չէ։ Ամիսը 3000 եվրո է վճարում Դանան։ Նորմալ նայում են բան, ծերանոց չէ էլի։ Բայց ամեն դեպքում մեղք կա էլի կա։ Իհարկե։ Զանգում է, գործում է, շատ է ես եմ խոսում ինքը։ Կարում է խոսա։ Հա։ Պեկինը որ մահացավ շատ ինչ բան է։ Ծանր բան է կյանքը։ Չէ։ Թե կյանքը вообще որ ասում են, ես ոնց կարես շահորը ուրախանար, չէ։ Չէ, իհարկե։
Բայց մեկ էլ նենց կարա ուրախացնի, անսպասելի, չէ։ Արմեն ջան, ես հիմա փաստորեն դեկտեմբերին դառնում եմ պրաձեդուշկա։ Այդ ուրախություն չի։ Միկան է անում այդ գործը, պրաձեդուշկա քեզ։ Միկայի, հա, դե Միկայի մեծ տղ են, էլի։ Ալյոշը։ Բոլորը ստեղ են, ալիք իրանք։ Հա, Միկային, հա։ Միկային բոլորը ստեղ են։ Այն օրը իմիջալը ստեղ Մաշտոցի վրա հանդիպեցինք Միկային։ Չգիտեմ իմացար թե չէ։ Իմ Լոս Անջելեսի ընկերներս զանգտվին ասեցին, որ այն օրը քո անունը Armen Everyday է, էլի, իրանք տենց են ասում։ Հա։ Armen Everyday-ը հանդիպեց։ Դες էլ գիտես Կարանիսկում է։ Այո, իհարկե գիտեմ, Ալի ջան։ Կարան, հետո մերոնցից շատերը Շևչենկոյում են սովորել, Ամալի Իվանովնային էլ գիտեն։ Բան որ են մեր իմիկվա տունը կա բանի վրա, ոնց է Կողբացի վրա, չէ, որ գալիս ես Պարմախանուտ։ Մի րոպե, բանի վրա է, Շիրակացի։ Չէ, Կողբացի, Պարմախանուտը, որ մտնում ես Պարմախանուտը, հա։ Բանի Ղարաբաղի ջուտ ենք, հավ ենք առնում։ Հա, հա։ Դեմի առաջ ասում էի, ես էլ մեր ալիքի խանութը։ Դեմի Լոս Անջելեսի մարդիկ ասում, ասմա, Բաղրամյան ջան, ընդ խանութ պահում ես, հա։ Այ մարդ իմ խանութ չասեմ, ուղղակի ինգերս ասում է, որ մենք ստեղ ենք ապրում, Հետո հանդիպում էինք հաճախ։ Ոչ եմ կլայուզա եմ արեք բովերը։ Ոչինչ։ Ես հիմա գիտես ինչ հիշեցի, Մոսկվայից եկար, շուտ վանես չէիր եղել։ Պայմանավորվել ենք են անկյունում Ամիրյանին, դու են մայթում էր, ես մայթում, ու դեն վաղտ այդ կարմիր լույս բան առանձնապես ես սենց անցա քո մոտ, դու սենց կանգնած զարմացած ասείς, արա ոնց որ ասեցի ձորի Միրոնն էլ նես ասեցի, փողոց անցում։ Դե որտև սովորում ես այդ Մոսկվայի տանից, չէ։ Դե հետո արդեն ստեղ էլ սովորեցինք։ Չէ, ոչինչ, եկանք հասանք, ալիք։ Իհարկե, հա։ Ես էլ անջատեմ մի քիչ հանգիստ գնանք։ Ստեղ մի քիչ լույսը հաջող է, մի հատ ցույց տամ, սոսի պորտրետը ավելի լավ։ Ահա, մերսի ալիք ջան, որ բռնեցիր։ Մաշտոց պողոտան, բարձացանք ես վերևը։ Ծխել կարելի է, սուրճը կա, էսպրեսո լունգո էր, ոնց էր կոչվում, սովորել եմ անունները ալիք։ Դե նստենք մի հատ ընդմիջում անենք, հետո կշարժվենք։ Լավ, այլ ստեղից Երևանին կբարևենք, էլի հարմար է։ Հա, էլի։ Հանդեղի ժողովրդին կբարևենք։ Ահա, Նարինե ջան, ողջույն։ Ողջույն։ Շատ շնորհակալություն։ Համեցեք սենյակ, ես ցույց տամ, որ մենք ունենք այստեղ Սարգսյանի ֆոտոնկարը ունենք։ Եվ նաև Աշոտ Թադևոսյանն է դիմանկար արել Սարգսյանի եւ սա կմիանա, մենք հիմա սա կտեղափոխենք նոր թատրոն եւ արդեն թատրոնում կունենանք Սարգսյանի անկյունը, թանգարանային անկյունը եւ այնտեղ կլինի նաև այս Սոսը դե բան էր, չէ, հայտնի դաշնակ էր մի ժամանակ։ Հա։ Այս դաշնակները ճաշկերույթ էին արել Ալեբում։ Հա։ Հեսա միասին ենք, այս իմ կինն է նստած սոսի կողքը, ես հասկացա։ Դե Հալեբում մենք դե ծանոթ էինք, բայց Հալեբում արդեն ընկերացանք շատ, որտեվ Հալեբում ելում էր պետք։ Հա, հա։ Բան է, դերասանը իր թատրոնի հետ էր եկել։ Այս թատրոնի դերասաններն են։ Կազմը։ Այս ես եմ, Կարեննա Ջանուբեկյան, այս Մայիսը, վերջ ես խումբով իմ տնից նկարել եմ, կինս նկարել է ու գնում ենք խանութներով։ Հա։ Այստեղ գրել եմ, Կարենը ասեց, Ալյո ջան, ինձ մի հատ բուձիլնիկ, Սեյկո։ Հետո սա ինչ կան հանդիպում ենք, ասում ամեն առավոտ աղբեր, ասում եմ Ալյո ջան, բարև, որտեղ բուձիլնիկը էլ է։ Հասկացա։ Ճիշտ նվերը։ Ես էլ եկավ, ես մեր տանն է Հալեբում։
Եկավ ասում ես ինչ ես ինձ հագնված եկի բա ներկայացում ախպեր 2 հոգի էին եկե ներկայացումը չեղավ որտեվ դե Հալեբում նույն ներկայացումը մի քանի անգամ արդեն Իրաքին հանդիսատես չի մնում խմեցինք լավ էս իմ կինես մի տարի առաջ մահացել Էս նայնե ջան, ես քեզ ուղակի նվեր, հա? Ազնավուրի մայրը։ Հա։ Այս Շարլի ստորագրությունը, ես եմ, ես ինքը։ Չեք ուզում իր ստորագրությամբ ձեզ պահեք։ Շարլի ստորագրությունը նվիրում ես, հա։ Նստացրել էի ստորագրում էր, ստորագրում եկի ասեց, ձերքս հոգնեց։ Հասկացա։ Ես ալիքն է, ես էլ Ազնավուրը։ Ասի պտի ինգերներից բաժանեմ, դե ասեց սրանք է դու ստորագրի, ես էլ ինգեր ունեմ։ Ինչ է սիրուն աձեռագիրը։ Իրա ստորագրություն, Ազնավուր։ Մի րոպե, ես ինչ-որ ստորագրությունը մամա քեզ ընտալի։ Հասկացա, մերսի շատ։ Շատ չի չա էլի, սանես չի։ Նարինե ջան, իսկ երբ կբացվի են կողքի թատրոնը։ Սեպտեմբերին բացումն է թատրոնը։ Ես անընդհատ գալի հետևում եմ, բացվեց, չբացվեց։ Մենք Մոնապգարանն է գալիս հեսա մի քանի օրից, ուսուցանք իր պիեսը Պենելոպեյա բեմադրում ես մոտ, որ եւ այդ ներկայացումով բացել ենք թատրոնը։ Ներկայացումով Սարգսյանի լավոտը։ Սեպտեմբերի դեռ օրը։ Հա, դեռ օրը հայտնի չի։ Թատերաշրջանի հետ էլի։ Ահա։ Մի րոպե, ես այդ մյուս նկարները ցույց տամ, որ դուք ասեցիք։ Նկարիչները բոլորը մեզ նվերներ են տալիս սովորաբար, հա, այդ Իսկ Սոսի պորտրեն որտեղ է։ Սոս Սարգսյանին այստեղ է։ Հա, լուսանկար։ Հա, ինձ թվաց կարծեմ ուրիշ սենյակում է դրված եւ հետո հա, կարծեմ ինքն է։ Հա, ես Ասեմ որ ես թանկ նկարիչ եմ բան։ Ասեք։ Հələ ասա։ Չէ, դու կպատմես։ Բացես կնայես ով է ինչ։ Լավ։ Մի հատ հետո ֆոտո կանես ինձ Խնդրեմ։ Ամերիկայում գլուխ գովա, մտածել։ Հա։ Դե կարող է Նարինեն էստեղ գլուխ գովա, որ քեզ։ Դե եկեք հիմա ֆոտոն անենք, ու արդեն որտեղ էսա ներկայացումը։ Գիտեմ, հա, մենք ուշացանք։ Չեք ուշացել, 7-ից կեսա ներկայացումը։ Մենք մտածեցինք դուք զբաղված կլնեք։ Ոչ լավ եք։ Ես չասրեցի Հա, արդեն թորնիկներով, երեխաներով։ Քեզ ուղարկել է, չէ՞, ֆոտոներ շարժ։ Հա, ես հետո ռուսերեն բան եք ասում, ինձ թվաց կարող է, անկարծ ինձ չեք հետ ուղարկում, բայց վերջինը որ ինձ, հա, ռուսերեն գրածը, ուղղակի ես հայերեն ծերտությունի։ Հասկացա։ Իդեպ Նարինե ջան, այսօր քանի որ հաղթանակի ու խաղաղության օրն է, ես հիշեցի առավոտից ինչքան լավ էր այդ ֆիլմում այդ պահը նկարաշը, հիշում եք, այդ պատերազմը որ ավարտվեց, էլի։ Շատ հուզիչ էր, հա, շատ լավ էր։ Ինչ ֆիլմում նկարվել է միշտ պատերազմը, հա, դրա համար չեմ անում որ տանը ասում է ալյումինի կաստրուկտիկ չէր մնում։ Շարլը ինչի մա, Շարլը կտրում է, պեչատներ էր գերմանական սարքում, փորագրում, խփում սուտ աուս վայսեր էլի։ Հա, այսինքն դա գործունեությունը հա բարել։ Կարելուց բան չարեցի որ դնեմ գրի։ Զապիս անես, հա։ Ինքը ասեց չեմ կարա նստեմ ուսը։ Ասի պետք չէ, մենակ մեջ կողմի շուրարի, որտեղ դեմքը տեմ նկարում ծիծաղած ու ես նկարում էի ինքը պատմում էր, խոսում էր, մամայի մասին շատ պատմեց։ Նարինե, իմիջիայլոց ասեմ, օպերայում դահլիճում այդ սրահը, կոմպոզիտորների նկարները տեսել եք, բոլորը ալիքի նկարածն է։ Բոլորը հայ կոմպոզիտորների, երգիչների 52 հատ է, հա, ալիք։ Ամերիկան նստած անում ուղարկում է։ Հա։ Ես էլ Նարինեի ամուսինը, Սերգեյ Թովմասյան և ընդհանրապես այսպես գեղեցիկ լույսը ափսոս հաջող չի մեգնացինք ներկայացմանը ցավոք չենք կարա հիմա ներկայացումը լինելու Չիմացանք էլ ինչ ներկայացում էր երեխա։ Հարուս սևակ մարդը ափի մեջ։ Այո, հարուս սևակ։
Մարդը ափի մեջ 8:20 դարավ, խորենացի փողոցի վրա ենք, Պարմա խանութը, որտեղ Ալիկը երբ որ ստեղ էր ապրում, հաճախ հանդիպում էինք, հավեր առնելուց։ Ասեն ժողովուրդ ջան, շատ հաճելի է իհարկե, հին ընկեր հանդիպել մանկության, այո, դե 48 թվից, որ ասեմ ընկեր ենք սուտ կլնի, բայց 50 թվից... Դու 50 ես, չէ? Ես 50 Դե դու որ ծնվեցիր, ես 2 տարեկան էի։ Այո, 2 տարեկան էի։ Ու քեզ միշտ սիրել ենք այդքան ժամանակ։ 75 տարի է քեզ սիրել ենք մինչև հիմա։ Էլի դրանից լավ ընկերություն։ Մենք էլ ձեզ, Ալիկ ջան։ Դե վերջ, հայր ջան, Ալիկ դե դու ասա ես անգամ հայերին հրաժեշտի խոսքը։ Լավն եք, ժողովուրդ ջան։ Չափավոր գումար ունենաք, որ չգժվեք շատ մեծ գումարներից ու առողջ։ Այո, միշտ առողջ դա։ և խաղաղ երկինք։ Դե մեր երկինքին էլ, մեր երկիրն էլ էլի առողջություն։ Ու խաղաղություն, այո։ Ալիկին էլ շատ շնորհակալություն։